Ժորիս Գյուիսմans, նրան ասում էին ցինիզմի և ձանձրույթի արքա։ Նատուրալիստ գրողը, որ հետագայում անցավ միստիցիզմին, փնտրելով սատանիզմի մասին իր վեպի համար նյութեր, ընկղմվեց Փարիզի օկուլտիստական ընդհատակում, շփվեց սև մագյաների հետ, մասնակցեց սատանիստական ծեսերի և մերձացավ բացարձակ չարին։ Նա ուզում էր ապացուցել, որ աշխարհը ընդամենը աղբ է և խելագարություն, բայց այդ անդունդի մեջ նա դեմ առավ պատի։ Գյուիսմանսը սարսափով հանգեց տրամաբանական պարադոքսի. եթե սատանան կա, որպես չարի բացարձակ մարմնացում, ապա ուրեմն կա և Աստված, եթե չարը անձնավորված իրականություն է, ուրեմն կա նաև անձնավորված Աստված։ Նա, ով հավատում է չարին, կես ոտքով արդեն եկեղեցում է, խոստովանեց գրողը։ Սրբապատկերները անճաշակություն համարող գրողը վիրավոր գազանի պես նետվեց եկեղեցի։ Նրա ընկերը ժամանակին հետաքրքիր կանխատեսում էր արել, ասելով. նման գրքից հետո քեզ կամ ատրճանակ է պետք և կամ անզոր ընկնել խաչի առաջ։ Գյուիսմանսը ընտրեց խաչը։ Նա եկեղեցիագործվեց։ Տարիներ անց, երբ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, նա հրաժարվեց որևէ վիրահատությունից և որևէ դեղորայքից, իսկ սաստիկ ցավերի դեմ մորֆիից։ Նա կոտրեց իր հպարտությունը Մենաստանում դառը արցունքներով և աղոթքներով։ Նա որոշեց առանց ցավազրկող դեղերի դիմանալ իր չարչարանքներին որպես հատուցում մանկության, պատանեկության, երիտասարդության և գիտակից տարիներին գործած մեղքերին։ Նա հոգին ավանդեց ժպիտով, հավատալով, որ նույնիսկ ամենախորը անդնդում կա ճանապարհ դեպի երկինք տանող։ Եկեղեցին հոգեբուժարան է, առողջների համար չէ այն, այլ հոգեպես հիվանդների։ Եվ ամենածանր դեպքը ես եմ, ասել է նա։